Փառք Աստծուն, շնորհակալ ենք Աստծուց, որ նորից առողջություն տվեց, կյանք տվեց, եկանք եւ պիտի իր խոսքը ուսումնասիրենք, որ շատ կարեւոր է մեզ համար։ Թող Աստված մեզ օգնի իր Սուրբ Հոգով ճիշտ ուսումնասիրենք եւ ճիշտ հասկանանք եւ ուշ տա իրագործենք մեր կյանքում։ Այսօրվա թեման կոչվում է զգուշացեք ագահությունից։ Շատ կարևոր թեմա է, որտեղ շատ մարդիկ այսօր հենց այդ ցավով են տառապում։ Եվ հիշելու համար է Ղուկաս 12:15 տեսեք եւ զգուշացեք ագահությունից, որտեղ մարդու կյանքը նրա կուտակած ունեցվածքը չէ։ Ես շատ եմ սիրում այս համարը։ Այսինքն ինչ է ուզում ասել այս համարով։ Նախ եւ առաջ ինչ է ագահությունը։ Արդյոք ագահությունը ու ժլատությունը նույն բանն է, որտեղ շատ մարդիկ խառնում են իրար հետ։ Ժլատությունը ինչ է, երբ որ ունես, բայց չես ուզում ծախսես, ուրիշի հետ դիսվես։ Իսկ ագահությունը, երբ որ անդադ ուզում ես, անհագ ցանկություն կա ուզելու։ Ու ցավոք այո, այսօր մարդիկ ինչ են ուզում։ Նյութապաշտությունը, անընդհատ տունը լիքը լցրած, էլի առնում են։ Եվ ինչու՞մն է էլի ագահությունը երևում, երբ որ մարդկանց աշխատացնում են, չէ, այսօր ինչքան տարածված է դա։ Այսինքն միշտ եղել է, բայց արդարացի վճար չեն տալի, որտեղ ագահ են, ուզում են իրանց շատ լինի։ Մարդիկ չեն կարող նորմալ ապրել իրաց տված աշխատավարձով։ Այսինքն մարդու պոտենցիալ օգտագործում են, բայց չեն ուզում վճարել համապատասխան։ Ուրեմն ագահությունը սահմանվում է որպես անհագ թափակ հարստության կամ ունեցվածքի նկատմամբ, որ իրականում տվյալ մարդուն չի պատկանում։ Ագահությունը մեծ մեղք է։ Գիտեք, ստեղ ինչ կարող է եւ այսինքն ագահություն նաև ոչ թե ուրիշի բան է, ուրիշին ես ուզում, այլև ագահ ես այն ժամանակ, երբ որ տունը 10 հատունը չի, ուզում եմ 11-ն էլ անեմ, էդ էլ ագահություն։ Ոչ միայն որ ուրիշին է պատկանում, այդ ես ուզում, այլ նաև երբ որ չափից դուրս ուզում ես, անդադ ուզում ես, չես հագենում։ Որ մարդն է տես, ով որ չունի Աստծուն իր սրտի մեջ, ով որ գիտեք, երբ որ Աստված չկա սրտի մեջ, մարդու սիրտը անհագ անտակ հոր է դառնում, որովհետև մենակ Աստված կարա բավարարի մեզ, երջանկություն տա, խաղաղություն տա, եւ այն բաներ, ինչ որ ուզում է իրականում քո սիրտը, բայց չկա, եւ քեզ թվում է, թե այդ ապրանքները, այդ փողը, այս ինչը, այն ինչը, այդ պիտի տա քեզ, բայց իրական չի տալի, խափնվում են եւ ուսահատվում են, հիասթափվում են շատ անգամ։ Եվ Աստվածաշունչը պնդում է, որ ագահությունը մեծ մեղք է։ Այնքան մեծ, որտեղ է գտել ստի, գողության, սպանության հետ նույն հարթության վրա։ Աստծո օրենքի որ պատվիրանն է, որ ագահության դեմ է, ոչ ասում, 10։ Ինչ է ասում 10-րդ պատվիրանը։ Մի ցանկար քո հարևանի տունը, մի ցանկացի քո հարևանի կնոջը, կամ նրա ծառային, կամ նրա աղախնին, կամ նրա եզանը, կամ նրա էշին, եւ քո հարևանի ոչ մի բանին մի ցանկացի։ Իսկ մենք հսա կարդենք չենք հասկանում, որ սա ագահության մասին է ցանկանալը։ Մենք մտածում ենք, որ ես չունեմ, նախանձի մասին է։ Եվ այսինքն նախանձ ինչից առաջանում եւ ագահությունը, երբ որ գող չես քո ունեցած։ Երբ որ հարևանի կնիկը ավելի սիրուն է աչքի թվում, հարևանի տունը ավելի սիրուն է, հարևանի այս ինչը ավելի սիրուն է, ավելի լավն է, բայց գիտեք, որ էսի ամենավերջում է դրված, բայց այս բոլոր մնացած մեղքերի հիմքն է։ Գիտեք, հենց ճիշտ էլ է, որ վերջում է դրված, որտեղ միշտ հիմքը տակն է, չէ։ Այսինքն, երբ որ դու ցանկանում ես, ինչ է կատարում, եւ կգողանաս, եւ կսպանես, եւ ինչի են սպանում, ցանկանալուց։ Եվ մնացած բաներն են, եւ
Այս Աստվածաշնչում հավասարվում է ուրիշ ահավոր մեղքերի հետ։ Տեսեք ինչ է ասում։ Կորինթացիս 6:10 ասում մի խաբվեք։ Ասում կամ չգիտեք, որ անիրավներն Աստծո արքայությունը չի ժառանգելու։ Մի խաբվեք, ոչ կոռնիկները, ոչ կռապաշտները, ոչ շնացողները, ոչ իգացողները, ոչ արվամոլները, ոչ գողերը, ոչ ագահները, ոչ հարբեցողները, ոչ զրպարտողները եւ ոչ էլ հափշտակողներն Աստծո արքայությունը չեն ժառանգելու։ Այսքան թվում է, գիտեք, ագահությունը ոնց որ անտեսանելի մեղք է, չէ՞։ Ավելի դժվար է, ոնց որ ասած, արտահայտվում, ավելի դժվար է տեսնվում, բայց բերում հավասարվում է այս մյուս հետաքրքիր է, չէ՞։ Այսինքն, այս մարդը կարա լինի ագահ եւ մտածի, վա, էսի գող է, վա, էսի ինչ է, վա, էլի ինչ է, բայց այդ չգիտի, որ ինքն էլ այդ դասի մեջ է մտնում։ Եվ շատ մարդիկ կզարմանան, երբ որ սա կարդան։ Հիմա բարձենք, թե ինչի է Աստվածաշունչը տենց ասում։ Տեսեք, սկզբնական մեծագույն մեղքը ով էր առաջին մեղավորը։ Եվան կամ Սատանան։ Այսինքն ինքը Արուսյակ հրեշտակապետն էր, Արուսյակ քերոբել, եւ ինչ ուզեց ինքը։ Եսայա 14-ի 12-14-ը։ Կարդաք թե գիտեք։ Ուզեց Աստծո տեղը, ասեց ես իմ աթոռ ուզում եմ Աստծո աստղից վեր։ Այսինքն իր տեղով բավարարված էր որպես ստեղծված իակ, ոչ մեկ այդպես բարձր տեղ չի ունեցել, ոնց որ ինքը։ Ամենաբարձր տեղը, որը կարող է ունենալ ստեղծված էակը, դա այդ պաշտոնն էր, որ ուներ ինքը։ Բայց ցավոք ինքը չբավարարվեց, ինքը ուզեց ավելի։ Հիմա սրանից ինչ դասա, որ երբ որ մենք էլ ինչ որ տեղում գտնվում ենք, երբ որ չենք գողանում, էլի ուզում ենք, վայ սրա տեղը ավելի լավ է, վայ նրա տեղը ավելի լավ է։ Դրա տեղն էլ հայտնվել չենք գողանա։ Հետո այն մյուսի տեղը կուզել։ Այսինքն էսի մի հատ տանջանք է, ասենց ասեմ, տառապանք է։ Եվ այս էակը տառապանքի մեջ է գտնում, որովհետև այն մարդը, որ այն էակը, որ այնքան չարություն ունի իր մեջ, այդքան նախանձ, այդքան չարություն անելու ունակություն, այդ ինչ է, այդ արդեն կյանք չի։ Դա սարսափելի մի բան է։ Եվ այն մարդիկ, ովքեր լսում են իրան եւ իր օրինակին հետևեն, ընկնում են նույն վիճակի մեջ։ Եփեսացիներ 5 համարը ասում է, քանզի գիտեք, թե ամեն կոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի ու Աստծո թագավորությանը մեջ ժառանգություն չունի։ Ինչի է հետաքրքիր է ագահին միշտ նշում, որ կռապաշտ, հավասարա կռապաշտին։ Այս մարդը կարող է կռապաշտով, որ քուրք ունի եւ պաշտում այդ քուրքին, չէ՞։ Եվ մարդիկ մտածում են, դե հիմա ինչ կռապաշտ, ես քրիստոնյա տեղ եմ ապրում եւ այլն, ոչ մի արձանիկ էլ չունեմ, որ դնել պաշտել, բայց իրականում ասում է ագահ ես, եթե ագահ ես, ուրեմն կռապաշտ ես։ Այսինքն իր սրտի քուրքը ինչ է։ Ինքը փողը, հենց ինքը եւ դրա հետևանքը փողը, այսինքն եւ ուրիշ բաներ ինչ որ ինքը ուզում է։ Եվ այդ մյուս գրքի մեջ անգլերենի եւ այսքան ռուսերենի մեջ չգիտեմ անգլերենի մեջ շատ լավ նկար էր։ Այդ մարդը վերնաշապիկը բացել էր, մեջը դոլար էր նկարած։ Այսքան փոխանակ սրտի մեջ ասված ապրի դոլարն է։ Եվ Պողոսացիներ 3:5-ներ համարյա նույն իմաստով ինչ ասում, ուստի ձեր երկրավոր անդամները սպանեցեք, կոռնկությունը, պղծությունը, անսանց կիրքը, չար ցանկությունը եւ ագահությունը, ոչ կռապաշտությունը։ Տեսեք, ասում կոռնկությունը, մենք գիտենք կոռնկությունը ինչ է։ Պղծությունը ինչ նկատի ստեղն է պղծությունը։ Տարբեր պիղծ բաներ, որ մարդիկ անում են, չէ՞։ Անսանց կիրքը որ չի կարող, եթե մարդը չի կարող սանձի իր կիրք ինչ է դառնում, անասունի պես է դառնում, որտեղ անասունն է, որ չի կարող, ավելի բետարել են դառնում, երբ որ պղծվում են։ Պղծությունը մենք լավ գիտենք ինչ է, երբ որ պղծում են այն հարաբերությունները, որ Աստված նախորդ ստեղծել է։ Իսկ ինչ որ մի ճիշտ հարաբերությունը սխալ ձևով։ Չար ցանկությունը եւ ագահությունը բերում է համեմատվում սրանց հետ։
Այդ մարդիկ, որ շատ հպարտ են, բայց ագահ են եւ հպարտ են, բայց չգիտեն, որ իրանք հավասարվել են այս դասի մարդկանց հետ։ Հիմա ամբողջ այսինքն ի՞նչն է խնդրեմը, որ իրանք կյանքը նվիրում են ոչ թե Աստծուն, այլ որևէ այլ բանի, ոչ թե Արարչին, այլ արարված որևէ բանի։ Իրանք սկսում են պաշտել դա։ Եվ առաջին օրինակը, որ այստեղ բերվում է, դա աքան էր անունը։ Աքար։ Ստեղ գրած է, բայց ոնց որ թե աքար էր գրած, բայց ինչքան գիտեմ աքանն է։ Իր անունը, չէ՞։ Աքարը, գրած աքար ստեղ։ Չգիտեմ։ Այդ այն մարդը, երբ որ Երիքովը գրավեցին իսրայելցիները, եւ շատ փայլուն հաղթանակ եղավ, եւ բոլոր կողքի ազգերը վախեցան, եւ հետո որոշեցին ուրիշ մի փոքրիկ քաղաք գրավել, եւ այդ փոքրիկ քաղաքը տանուլ տվեցին, այսինքն արտվեցին։ Եվ երբ որ Հեսուն ասեց, ինչ տեղ ունեցավ, Աստված ջան, ես ինչի սենց եղավ, հիմա քո անունը կփնովի, Հեսուն այդքան չէր մտածում իրաց մասին, ինչքան Աստծո անունի մասին։ Եվ Աստված ասեց, պատճառ կա, ձեր մեջ կա մեկը, որ խախտել է այն, ինչ որ ես ասել եմ։ Այսինքն ասել էր, ոչ մի ապրանք այդտեղից չվերցնեք, ամեն ինչ պիտի վառեք։ Մենակ պիտի վերցնեք Երիքովից ոսկին եւ արծաթը այն էր, ոչ թե իրանց պահելու համար, այլ որպեսզի Աստծուն նվիրաբերեն։ Այսինքն դա առաջին հաղթանակն էր, եւ ոնց որ 10-րդը պիտի առանձնացնենք 10-րդ մասը։ Նույնն է դի առաջին պտուղները, դա որպես առաջին պտուղ էր համարվում, առաջին հաղթանակն էր։ Եվ բայց մեկը եղել էր, որ չէր լսել։ Եվ համարծաթը ոսկի էր վերցրի իրան պահել, թաղել էր իր վրանի տակը, այդ աքանը։ Եվ դրա հետ մեկտեղ ինչ որ հագուստ էր վերցրել, որ Աստված ասել էր ոչ մի բան մի վերցրեք, այդ մարդիկ պղծված են, իղծ են, դրանց ոչ մի բանը մի վերցրեք, ամեն ինչ վառեք։ No, այս մարդը արեց առաջին քայլը դեպի կործանում եւ ցավոք այդպես է չապաշխարեց, որովհետեւ տեսավ որ իր արանցում է, գիտեր որ իր պատճառով է, տեսավ որ բան են գցում, վիճակ են գցում, որ տեսնեն թե ում է ցույց տալի Աստված։ Սկզբում եկավ ցեղը, հետո այդ ընտանիքը, հետո այսինքն այդ մի քանի քայլում Աստված իր հնարավորություն տվեց, որ ինքը դուրս գասի կներեք, ես եմ արել, ապաշխարի չասեց։ Նույնիսկ երբ որ իր անունը դուրս եկավ, էլի չապաշխարեց, էլի չասեց կներեք, որ ես էսքան պրոբլեմ առաջացի, չէ։ Եվ այդ ասма այնքան դուր եկավ այդ բառը խամատ, որ օգտագործեց ինքը եբրայերենում, ասма ցանկանալով վերցրի դրանք, այսինքն շատ ուզեցի։ Այդ խամատ բառը, որ օգտագործում է, ընդհանրապես միայն բացասական իմաստով չի օգտագործում, այլ դրական իմաստով էլ օգտագործում, բայց տվյալ դեպքում բացասական երանգ ունի այս բառը, որովհետև ի հեճուկս այն հստակ պատվերի, որ չէր կարելի յուրացնել գրաված քաղաքների ավարը, աքարն արեց հենց այդ արգելված բանը, վան համբավ բերելով ամբողջ ազգի վրա։ So աքարը դե գրած Աստվածաշունչում։ Հա, աքար ագրված։ Անգլերեն մեջ էյքն նայով ագրված է, ռեյով։ Ռուսերենում լա նայով։ So մարդը այդ արարքով թվում է թե փոքր արարքա չէ, բայց ինչ եղավ, խայտարակվեց ամբողջ եւ Հեսուս սկսեց վախենալ, որ հեսա բոլորը կծի ծաղան եւ կասեն սրանք կամ պաշտպանել մնացել կա հարցակվեն իրաց վրա, բայց ցավոք այս մարդը նույնիսկ չապաշխարեց։ Տեղը ասեց, հանեցին այդ շորը եւ այլն, եւ ինքը այդ ամեն ինչի հետ գնաց, ինքն էլ արդեն բացվեց։ Հողը բացվեց եւ կլլեց իրան։ Ուր տվեց։ Մյուս տխուր օրինակը, որ մենք ունենք Հուդան է։ Գիտեք, ոչ մի մարդ այդ պատվին չի արժանացել, ոնց որ Հուդան, այդ առավելությունը չի ունեցել ոնց որ Հուդան, ինչ առավելություն ինքը ուներ, ինչ պատիվ։ Հիսուսի 12 աշակերտներից մեկն էր։ Ընդամենը 12 հոգի էին, որ Հիսուսի հետ 3.5 տարի քայլեցին, եւ Հիսուսը իրանց սովորացրեց, եւ Հիսուսը իրանց
օրինակ ծառայեց, իր աչքերով տեսավ։ Բայց ցավոք այս մարդը չփրկվեց։ Իր մեջ մնաց այդ ինչն էր պատճառը, որ ինքը կործանվեց։ Էլի նույնն է ագահությունը։ Ինքը սկսել էր իրան նշանակել էին հաշվապահը, գանձապահը այդ փոքրիկ խմբի եւ ինքը չէր բավարարվում իր եղածով, գողանում էր։ Հիսուսը գիտեր, որ գողանում է, բայց ինչի Հիսուսը ձեն չէր անում։ Մենակ կարծում եմ դա փոփոխը չէր, որ ինքը ցանկանում էր կամ իր ագահությունն ընդեղ է, որ ինքը ուզում էր, որ Հիսուս թագավոր դառնա։ Ամեն ձևով ուզում էր իրան հրեր, որպեսզի ինքն էլ այդ թագավորությունից բաժին ունենա։ Իր վերջին նպատակը սկզբից դա է։ Okay, բայց ասենք այդ փողը գողանում էր այդտեղից։ Ինչով էր առաջ տանում այդ իր նպատակը, որ ինքը փողը գողանում էր։ Որտեղ իրականում, երբ որ գիտեք, կարծես թե հետևը սիրուն պատճառը չէ, ինքը ուզում էր, որ եւ ոչ միայն ինքը, շատ հрьяաներ չէ, ուզում էր, որ հрьяաները ազատվեն այդ ատելի հռոմեական լծից։ Եվ Հիսուսը ուներ այդ զորությունը, բայց չէր անում, սա էլ իբրթե լավություն է անում, Հիսուսին է լավություն անում, հрьяաներին է լավություն անում եւ դրթում է կարծես Հիսուսի, մտածում է, որ եթե ինքը այդ վիճակում հայտնվի, ինքը իրան կազատի, իր զորությունը ցույց կտա եւ այլն հեղափոխություն կսկսի, բայց ինչ դուրս եկավ, վերջը շատ վատ բան դուրս եկավ եւ ինքը իր վերջին վերջինը չէ, նախավերջին քայլը, որ արեց կործանման անդեպ, երբ որ Մարիամը լրիվ հակառակն էր Հուդայի։ Մարիամը իր ամբողջ ունեցածը վերցրեց ու բերեց ու զոհեց Հիսուսին։ Այդ թանկանոց յուղը բերեց ու Հիսուսի գլուխն չէ, գլուխի համար էր, ոտերը, ինքը արժանի չէր անում, ինքը ոտերը Եվ եսի տեսավ և վատացավ, ասում վայ, ինչքան կարա ես սրանից վերցնել, որ եսի տար գանձանակին, բայց իբր թե աղքատների մասին մտածում, ասում այս ինչ եք, այսքան ծախսանում, աղքատների կտայինք։ Եվ այդտեղ ավելացնում է հենց Հովհաննեսը, ասում բայց իրական աղքատների մասին ինքը չէր մտածում, այլ իր մասին, որտեղ գրպանը, չգիտեմ, հենց այդ ժամանակվա հենց Հովհաննեսը գիտեր, թե չգիտեր, բայց պարզա, որ Հիսուսը հաստատ գիտեր։ Բայց ինչի Հիսուսը ձեն չէր անում, ինչի չէր ասում, որ ինչի ես գողանում։ Իսկ Հիսուսը նրան տեղ տվեց իր հետ, նա ձգտեց փոխվել բնավորությամբ ու կյանքով եւ հույս ուներ հասնել դրան, կապելով իրեն Հիսուսի հետ։ Փրկիչը չմերժեց Հուդային, նա տեղ տվեց նրան 12-ի մեջ, նա վստահեց նրան ավետարանության գործը, օրհնեց նրան զորությամբ, բուժելու հիվանդներին եւ հանելու դևերը։ Բայց Հուդան այդպես էլ ամբողջությամբ չհանձնվեց Քրիստոսին։ Այ հենց այդ է բանալի խոսքը ամբողջությամբ։ Աստված ուզում է, որ մենք ամբողջությամբ իրան հանձնվենք։ Ոչ մի կեղտոտ բան չմնա մեր սրտում։ Եթե այնտեղ մի տոկոս էլ մնա, այդ մի տոկոս հետը կդառնա 2, 2-ը կդառնա 4, 4-ը կդառնա 16%։ Դա գեոմետրիչիսկի պրոպորցիայով աճում է, երբ որ մնում է սրտի մեջ։ So, իրա պրոբլեմը ոչ թե Հիսուսի մեջ էր, Հիսուսը կարա ամենավերջին ագահինել, ամենավերջին պիղծինել փրկի, իրա grace-ը, իրա շնորհքը ունի այդ զորությունը, բայց ինքը չուզեց, մարդը պիտի լիովին հանձնվի, որպեսի մաքրվի, լիովին, ոչ մի տեղ չի պտի մնա իր համար մեղքի մեջ։ Աստվածաշունչը տեսնում ենք, ով որ էլ տեղ է թողում, վերջը լավ չի լինում։ So Հուդայինը շատ սարսափելի պատմություն է, եւ ինքը այդ տեսնելով ինչ արեց, գնաց, ասեց փարիսեցին, ասեց, գիտեք, ես կհանձնեմ ձեզ իրանց, եւ այդ ժամանակ փողը տվեցին այդ 30 արծաթը։ Բայց վերջին քայլը եղավ այն ժամանակ, երբ որ Հիսուսը կռացավ իր ոտքերը, բայց ասում է, իր սրտում մի բան շարժվեց, սիրտը մի քիչ փափկեց, բայց ասում է, ինքը էլի տեղիք չտվեց դրան, էլի արհամարեց այդ զգացումը, եւ ցավոք ասում է, գնաց դուրս, արդեն վերջնական կործանման, ասում է, եւ դուրսը մութ էր, գնաց մթի մեջ։ Աստված թող հեռու պահի մեզ այս ճակատագրից, եթե մենք չենք ուզում
Հուդայորը ընկնել պետք է շատ ուժեղ պատերազմ վարել մեր մեղքերի դեմ։ Մյուս օրինակ Անանյան ու Սափիրան էին, որոնք էլի մեծ առավելություն ունեին առաջին եկեղեցին, որ չգիտեմ ոնց ասեմ, ամենահզոր եկեղեցին էր, չէ։ Ինչքան շնորհք էր թափվել այդ եկեղեցու վրա։ Ասում ամեն օր հարյուրավոր, հազարավոր մարդիկ էին դարձի գալի։ Եվ ինչ է ասում այս եկեղեցու մասին։ Ասում նրանց մեջ ոչ ոք որևէ բանի կարոտ չէր, քանի որ նրանք, ովքեր ագարակներ կամ տնետեր էին, վաճառում էին դրանք եւ վաճառվածի գումարը առաքյալների տրամադրության տակ էին դնում եւ յուրաքանչյուրին բաշխում էր ըստ իր ունեցած կարիքի։ Ինչի է սա անում։ Որտեղ մի ընտանիքի պես են, չէ՞, եկեղեցին էդի ընտանիքի պես է։ Հիմա եթե եկեղեցուց մեկի վիճակը վատ լինի, մյուսները միանգամից օգնության են հասնում։ Եվ հարցը ստեղ այն չէր, որ մեկը շատ էր աշխատել, շատ ուներ, մյուսը պորտաբույծ էր, բայց սրանք ծախում էին, այդ պորտաբույծն էլ էր օգտվում, չէ։ Այդպես չի։ Թող տես չհասկանան։ Ամեն մեկ իր չափով աշխատում է, բայց մեկի աշխատանքը մեկը շատ ունի, մեկը քիչ ունի, բայց այս մարդն էլ աշխատում, ամեն ջան թափում է։ Այո, որտեղ Թեսաղոնիկացիս մեջ ասում է, որ չի աշխատում, նա չի ուտի։ Աստծո դրվածքը այսպես է։ Ողորմությունը ինքը չի ասում ողորմությունը, այդ ողորմություն չի, երբ որ մարդը տրված է ծուլությանը, եւ դու ասում ես, հա, ապրես, հա, ես ողորմած եմ, ես քեզ տալիս եմ, հա, շարունակի տես սույլ ապրել, դա չի։ Այստեղ ուրիշ բան է, այսինքն, երբ որ քո ընտանիքի անդամի համար սիրտը ցավում է, չէ՞։ Կարող է ընտանիքում մեկը ասենք թե լավ հագնվի, լավ վիճակում լինի, կուշտ լինի, իսկ մյուս ընտանիքի անդամը սոված լինի, չէ՞։ Ընտանիքում նստում են նույն սեղանի շուրջը ուտում են, որ նույն բաներն են ուտում։ Նույնը եկեղեցին է, եկեղեցին դա Աստծո ընտանիքն է։ Եվ այս նրանց մեջ կար մի զույգ, Անանիա ու Սափիրա, որ Աստծո Սուրբ Հոգին դիպչեց իրանց սրտից, իրանք էլ որոշեցին, ինչ որ մի հող ունեին, ասին էդի ոնց որ խոստում արեցին, էսի ծախենք ու բերենք մեր փողը տանք, եկեղեցուն տանք։ Այդ ծախեցին, երևի լավ գնով ծախեցին, փոշմանեցին իրանց խոստումից։ Փոշմանեցին, ասին կեսը տանենք տանք, ասենք թե, չի գիտեմ, ինչ-որ մասը։ Բայց փորձանք հետի չէր, որ փոշմանեցին կամ կեսը տվեցին։ Փորձանքը այն էր, որ բերին տվեցին, ասեցին հեսա, ամբողջ գինն է, այդ ագարակի։ Եվ Պետրոս ասեց հաստատ ամբողջ գինն, ասեցին հա, բայց արդեն Սուրբ Հոգին բացել էր Պետրոսի վրա։ Եվ իրանց բաղճանը շատ վատ եղավ։ Հիմա շատերը կզարմանան, լավ հա, այս մարդիկ մի հատ սուտ ասեցին։ Ինչ կար դրա մեջ։ Այսինքն հարցը այն չէ, ոչ ոք իրանց չի պարտադրում, որ փողը բերեն տան, ոչ ոք չի պարտադրում, որ հողը ծախեն, ոչ ոք, եկեղեցում պարտադրանք չկա։ Դա պիտի լինի մաքուր սրտից սիրով։ Ոնց որ անցած դասի ժամանակ ասում չէ, ինչ որ անում եք, սրտանց արեք, սրտից բխած, սիրով արեք։ Ոչ մեկ իրանց չէր ստիպել։ Ինչ է դուք սուտ խոսում։ Ստե մեղքը սուտն էր, ոչ թե այդ փողը իրանց պահելը։ Եվ շատ Ես չգիտեմ, ինչ եղավ, որ կարծես թե իրանք մտածել Աստված չի իմանում։ Եվ երբ Աստված այս տեսակ իրանց պատիժը ունեցան, իրանք ժողովուրդն վախեցան, որ Աստված ամեն ինչ գիտի, մեր խորհուրդները գիտի։ Ու մնաց որ մեր արած ինչ որ մենք անում ենք չիմանա։ Երբեմն ես կարծում եմ, այո, ծեծաղում էին, ոնց որ ծաղրում էին Սուրբ Հոգին, այդպես դուրս եկավ իրանց արածը։ Երբ ես միշտ որ կարծում եմ զարմանում, ասում եմ հետաքրքիր է, այն վաղ շատ խիստ պատիժ եղավ, բայց այսօր եկեղեցիներում ինչքան շատ ստախոսներ, չգիտեմ ինչ ձևի ասես մեղ բարգավաճում է տարբեր եկեղեցիներում, բայց sense կոնկրետ sense պատիժ չի լինում, հետաքրքիր է, չէ՞։ Կամ մենք չենք տեսնում այն ինչ որ լինում է։ Այո, դա էլ է ճիշտ։ Կարող է լինում է, բայց մենք չենք տեսնում։ Եվ վերջում ինչպես հաղթարենք ագահությունը։ Սա անհաղթահարելի մի բան չի։ Էլի ասեմ, որ Հիսուսի հրաշք շնորհքը կարող է փրկել ամեն տեսակի մեղքից։ Չկա այդպես մեղք այս աշխարհի վրա, որ Հիսուսը չկարողանա մեզ քաշի հանի։ Բայց խնդրումը մեր մեջ, արդյոք մենք թույլ ենք տալի Աստծուն դա անել, թե չէ։ Կորինթացիս 10:13 գիրքը կարդա։
Համարը ասում։ Ա Կորինթացիս 10:13 համար։ 10-13 Ձեզի մարդկային փորձեն է զած ուրիշ բան չէ պատահած, բայց Աստված հավատարիմ է, որ ձեզ պիտի թողու, որ ձեր կարողությունեն ավելի փորձվիք։ Հավա փորձությանը հետ ազատության միջոց մնալ պիտի դա, որովհետեւ կարող լակ համբերել։ Այսինքն ինչի մասն է խոսում։ Շատ անգամ մարդը ինչից է փորձվում, ասենք թե մեկը ասում է, վայ երեխիս սոված է, ինչ անեմ, ոնց փող ճարեմ, մեկն էլ այդ մի կողմից գայս ասում է, լսի, ուզում ես փող աշխատես, հա։ Արի դա տարա, մեկի մասին սուտ վկայություն տուր։ Դե լավ, ինչ այ մեր երեխուց համար, ման մեր երեխիս սոված է մնացել եւ այլն։ Եվ ինչ անում, սատանան տիրում է այդ մարդու սրտին, գնում է ուրիշ մարդու ճակատագրի հարակցում, անմեղի, տանում են, դատում են իր սուտ ասած բանի համար։ Այսինքն վիճակում էլ որ գտնվեք, մի վախեցեք։ Ես այդ վիճակի տերն եմ, ինձ վստահ եք։ Ոչ թե գնացեք ու օրենքը խախտեք։ Մեր հիմքը պիտի լինի Աստծո օրենքը պահելը։ Եթե մենք Աստծուն հավատարիմ ենք, Աստված մեզ կպահի, պետք չի վախենալ։ Պետք է մենք հաստատում որոշենք, որ մենք չենք անելու մեղքը եւ վերջ։ Նույնիսկ եթե սոված էլ մնա, նույնիսկ եթե չգիտեմ ինձ վտանգեր սպասի, չեմ անելու այդ մեղքը ու վերջ։ Եթե մենք մեր Աստծուն լավ ճանաչենք, գիտենք որ մեր Աստվածը բարի Աստված է, ու մենք կարող ենք իրենք վստահենք։ Ամենադժվար պարագայում մենք գիտենք որ միշտ ամենավերջում Աստված մեջ կրագալ եւ ուշացած չի։ Այո, ինքան շատ օրինակ կարող է մի քիչ ծծխի, բայց միևնույնն է Աստծո ձեռն է կոնտրոլը։ Գիտես շատ անգամ վախեն մենք ասում վայ այս մոմենտին հենց այս բանը լինելու է, բայց չի լինի։ Եթե Աստված է ղեկավարում, ինքը թույլ չի տա դա կատարվի։ Այսինքն սատանան այդ վախը մտցնում է մեջդ եւ դու վախենում ես։ Իսկ Աստված շատ լավ երգ էր քթել դրանից, եթե սпасեիր եւ Աստծո երգը տեսնեիր։ Եվ դրա համար սա 3 հատ խորհուրդ է տալի, որ ինչ պիտի անենք, որ հաստատում որոշենք, որ մենք Աստծուն կախված ենք, այսինքն դա հաստ է, որ մենք Աստծուց ենք կախված, եւ միայն նրանից դառնալ նրա ընտանիքի մի մասը եւ որոշել նրան ծառայել, աշտել միայն նրան, օգնության դիմել միայն նրան։ Այսինքն հեսուն ասում է, ընտրեք այսօր թե ում եք ծառայելու։ Բայց ես երբ տունը Տիրոջն ենք պաշտելու, առաջին քայլը, որ որոշում անես։ Սա ամենակարևոր քայլն է, մեր կամքը։ Երկրորդը ամեն օր ասում է աղոթք արեք եւ այդ աղոթքում ներառեք նաեւ Մատթեոս 6:13 համարում հնչող բառերը եւ մի տար մեզ փոխության այլ ազատիկ մեզ շարից, որտեղ քոնն է արքայությունը եւ զորությունը եւ փառքը ամեն։ Հիսուսն էլ էր չի ասում փորձությունների միջով, ինչ էր ինքը անում, ինքը աղոթում էր, շատ աղոթում էր, որ Աստծուց ուժ ստանա։ Եվ երրորդ կանոնավոր կերպով ուսումնասիրեք Աստվածաշունչը։ Իմ սրտում թաքցրի քո խոսքերը, որ չմեռաչեն քո դեմ, ասում է Դավիթը Սաղմոսների մեջ 119 համար։ Ինչի է այդքան կարևոր, որ մենք ամեն օր Աստվածաշունչը կարդանք։ Որտեւ սատանան քնած չի։ Ինքը ամեն օր մեր ականջին փսփսում է իր հեքիաթները, իր ասենք բաները threatening վախացնում է, անդադմես բան անում, բայ ես են շանես սենց կլի, բայ շուտ արա եսի արա, և դրա համար մեզ պետք է ալտերնատիվ է, alternative, մենք պիտի անպայման այսքան աչ կողմից ասեն, Աստծո խոսքը լսեն, որ սատանան չկարանա մեզ հաղթի, ոնց էր Հիսուսը հաղթում, գրված է, եթե ես չկարդամ, եթե ես չիմանամ, ոնց է պատասխանելու սատանան, չէ կարա պատասխանել, ինքը ինձ կխաբվի և ես կմոլորվեմ ու վերջ, և վերջում կարդանք բա Տիմոթեոս 3:1-2 ինչ ասում, իմացիր սա վերջին օրին չարժանականներ կգան, որտեղ մարդիկ կլինեն ես ասեր, արծաթասեր, այսքան ագա և այս երկուսը ինչ է ցույց տալի, թե մեր դիրքորոշումը փողի և ունեցվածքի նկատմամբ, արդյոք մենք դա սիրում ենք ավելին, քան թե Աստծուն, թող Աստված մեզ օգնի, որ մենք Աստծուն սիրենք ավելին, քան այն, ինչ որ այսօր կա, վաղը չկա։ Իսկ Աստված հավիտյանա։ Ոսպան մասը, ակաությունը ինչու մեջտեղ կա, որովհետև մարդ
իրեն ժամանակավոր ըլլալը ըմորնա։ Ամեն։ Որովհետև մարդ խորի որ ինչ որ ունեցա ավելի պետք է ունենա, բայց չգիտեր որ բա ողջ պիտի մնա թե չէ։ Եվ մեմը մտածել որ վաղվան օրը ինչ պիտի բերե, օրինակի համար 2011-ին Ճապոնիա զովեզերքը սունամի եղավ, հեգրաշարժ եղավ, 18,000 հոգի մեռավ։ 18,000 հոգի 20 վայրկյանի մեջ մեռավ։ Եթե միայն այսօր մենք անդրադառնանք, որ այսօր մեր կալած դեղերը չեն շարժիրվոր, բայց եթե օրը սենք բաղ միսոր, գոյ մեկադեն, եթե պամը բադայի, Թուրքիայի վես, Ճապոնիայի վես, Մեքսիկոյի վես, ասում գիրեք Ֆիլիպինի վես, ասիկամ վերջին մեկ ամսվա մեջ դասնյակ գերգաշարժներ եղան և դասնյակ հազարներով մարդ մեռավ։ Եթե մարդ մերը մտածել որ իր ունեցածը գրնա վաղ քիշեր վերջանա, խորի սորակը հավիդելլա, ոչ, պիտի պնդրե մեկը որ պետք ունեցողը որ գրնա օգտակար դառնալ, քանի որ ինքը գրնա վաղ ողջունալ կամ չլա։ Այո, և շատ անգամ երբ որ մարդիկ այդպիսի փորձառությունների միջով են անցնում, իրանց ապրելակերպը կտրուկ փոխվում է, իրանք արդեն հասկանում են, շատ ուկրաինացիներ, որ այս պատերազմը սկսել է, ասում նոր ենք հասկանում, որ մեր ամբողջ այն ինչ որ կարևոր է, մի հատ ժուկզակի այդ որ ուսապարկի մեջ է տեղավորվում։ Այսինքն ինչ որ անհրաժեշտ է մարդու։ Եվ ասում է ձեռքերը բռնել նրանց, ովքեր կարևոր են մեր համար ու սիրում են, էդ է։ Էն նրանք լրիվ գնաց, կործանվեց, դրանք հավերժ չեն։ Էդ չի նշանակում, բայց մենք եթե սա ամեն օր մեր մտքի մեջ ունենանք, մենք չենք այդ քայլերը անի։ Մենք չենք փոխանակ մեկին օգնելու, մենք չենք գնա մեզ համար 11-րդ, չգիտեմ ինչ շորը առնեմ, կոշիկը առնեմ, ես ինչ տամ, չգիտեմ որի օր մեքենան առնեմ, նո, մենք չենք անի դա։ Մենք իմանանք, որ մենք ժամանակավոր մարդ ենք, այսօր կան, վաղը չկան, քան այստեղ ենք օրհնություն լինենք մարդկանց համար։ Թող Աստված մեզ օգնական լինի, ամեն։ Very good.